Կուսակցականները Աբովյանի հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, նրանցից մեկն էլ ազգային ժողովի փոխնախագահի տեխնացուի եղբայրն է, նրանց հետ կապված ամիսներ առաջ մամուլը տարբեր հրապարակումներ կար մամուլում, երբ ձեզ հարց ուղղվեց այդ մասին, դուք այդ process-ը առանց իրավապահների ուսումնասիրության որակեցիք մակուլատուրա, որը կարող են լրագրողները հանձնել իրավապահներին, հիմա ձեզ պատասխանատու չեք զգում, որ կանաչ լույս ըստ էության վառեցիք իրավապահների համար, ազդակ ուղարկելով, որ այդ անձիկ անձեռնխելի են եւ տեղի ունեցած համար նաեւ գուցե ձեր պատասխանատվությունը կամ դա ձեր մեկնաբանությունն է եւ ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որը կարող է հայտնի լինել պետք է իրավական արձագանք ստանա երբեք որևէ մեկը չի ասել որ իրավական արձագանք պետքա չլինի եւ ես չեմ հիշում որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկին պետքա ծեծի ենթարկի։ Չէ, նկատում եմ, որ իրենց հետ կապված մամուլու մահազանգ բոլորի հետ կապված կոռուպցիոն դրվագների վերաբերյալ դուք առանց ուսումնասիրության ասացիք դա մակուլատուրա է։ Կներեք։ Ըստ էության ստացվում են մեկը մյուսին մեղադրում է փողեր վերցնելու, չվճարելու, տարբեր այսպիսի պատմություններ են, որը ավելի խորքային են, մեկ տարուց էլ ավելի շատ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ։ Դա հենց այդ կոռուպցիոն պատմությունների Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, այսինքն երկու մասնավոր անձ իրար հետ ինչ-որ հարց ունեն։ Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական process-ն է, պետք է իրավական գնա։ Դες համար տարօրինակ չէ բարեկյուղեցիները Որ կուսակցություն։ Ավետ Կոնջորյան, Նայիրի Հակոբյան։ Բայց Մեկը գործեցի համար է մյուսին մեղադրում, մյուսը հայոյանքի։ Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Այսինքն չի նշանակում կուսակցության ներսում քննարկում չկա, եթե իրավական process-ների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպքեր եղել է միջայլոց, երբ որ իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը հնչել եւ մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե նման իրավիճակի Կոնջորյանի տեխնատության հարցը չի վերանայվի։ Ինչի պետք է վերանայվի։ Ընտանիքի անդամների հետ կապված մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար Եվ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը կարող է որ նորմալ է քպականի հայոյանքը, այդ հաստը որ դուք տեսաք տեսանյութ, ինչ Ես տեսանյութը գիտեք ինչ, ես չգիտեմ, ես չեմ տեսել, բայց դրա համար մեկ կուսակցությունը ունի ինստիտուտներ, վերահսկող հանձնաժողով, եթե դեպք լինի, վերահսկող հանձնաժողովը կքննարկի եւ կներկայացնի վարչության քննարկումը